Մեր տնից մաղթանքը բերել ենք նախ եւ առաջ առողջության համար, հաջողություն ասելով, եւ ազատության համար, հա, այս անարդար վիճակից իրականացում ենք դեպի արդարության ընթացքի համար, եւ երբ որ արդարությունը իրականանա, միասնաբար մեր տնի առաջնորդ Միքայել Սրբազանը եւ բոլոր սրբազան հայրերը ազատության մեջ կգնեն։ Այս տարի առանց Սրբազան հորեն, հա, գումրում առաջ անգամ Դե բոլորի սրտում թախիծ կա միանշանակ։ Անգամ տոնախմբության ընթացքում բոլորի սրտում թախիծ կա եւ բոլորի սրտում աղոթք կա։ Բայց մեր Սրբազանը շատ ուժեղ է եւ քանի որ Սրբազանը ուժեղ է, մենք երբեք քուդություն չենք դնում ցույց տանք, այլ ուժեղ ձևով դիմակայում ենք այս փորձությանը, միշտ հիշելով Սրբազանի խոսքը, որ ասում է փորձությունները պետք է հանդարտությամբ, խաղաղությամբ դիմավորեք եւ ճանապարհեք։ Եվ մենք էլ իր հետ միասին իր օրինակով փորձում ենք այդպես դիմավորենք եւ ճանապարհենք բոլոր փորձությունները։ Խաղաղանալի գործը ծանր է, հատկապես 7 վերքի օրը, այսինքն այդ գրոհի օրը եւ ինչպես նկատեցինք գյումրեցիները համենայն դեպս նախորդ օրը գիշերը ձեզ հետ եկան միասին աղոթքի ժամերգության, դրանից հետո հաջորդ օրը եկան այն ժամանակ, երբ քահանաները եկել էին մաքրելու սփագործելու, հա, եկեղեցին։ Չեկան Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ, նրանք ովքեր նաև փորձ էին անում մտնել, ազգային անվտանգության ծառայությունը ոստիկանությունը հսկում էր։ Բարդ էր աշխատել հոտի հետ, թե հոտը ինքը արդեն եկել այդ գիտակցության տեր հայ։ Այստեղ չի տրվում իշխանության կողմից։ Իրականության մեջ Գյումրիում մեծամասամբ բոլորը, քանի որ հավատացյալները մեծամասնություն են կազմում, իրենք գիտեն պատարագի կանոնականությունը եւ կանոնականությունը ասում է, որ պետք է անպայման պատարագին հնչի գաղափար Հայրապետի անունը, թեմի առաջնորդի անունը։ Այո, մասնակիցներ գուցե եղել է, բայց մեծամասամբ այդ պատարագին գյումրեցիները չեն մասնակցել։ Երբ չեն մասնակցել ինքնագիտակցությամբ, ոչ մեկ չի հորդորել մի մասնակցել, ինքնագիտակցությամբ չեն մասնակցել։ Շարունակում են այդպես միասնական ու խումբ մնալ այսօր։ Փառք Աստծո, մեր Շիրակի թեմում բոլոր քահանաները միասին են։ Շշնան չէ եղել այս ընթացքում։ Այ ես կարծեմ կա, որ հատկապես